Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Խնդրեմ, որ հաղորդման ընթացքում չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը, եւ այսօր իհարկե մեր հյուրի աշխատանքը։ Եվ այսօր մեր հյուրն է Գագիկ Թադևոսյանը, Ազգասերներ խմբի ղեկավար։ Պարոն Թադևոսյան, կարող է Ազգասերներ խումբը հետագայում դառնա կուսակցություն։ Նախ հարգանքներս քեզ Լենդրուս ջան, ես քեզ շատ հարգում ու սիրում եմ, որ միշտ անընդհատ հետևում ես ու տեսնում եմ իմ եթերի տակ, ես էլ քո եթերն եմ հետևում։ Ազգասերներ խումբը կուսակցություն դառնալու միտում չունի, բացատրեմ ինչ։ Որովհետև այդ խումբը ստեղծվել է նրա համար, որպեսզի մեջը կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն ուզում Երևան իրենց ազգային գործերի համար։ Եթե այդ խումբը դառնա կուսակցություն, այդ մարդիկ շատ հարցերում կարող մտածեն, որ ոնց ասեմ, իրանք չպետք է Երևան։ Իսկական ազգասերը տենց է, որ ինքը չի ուզում Երևան իր առած լավությունների համար։ Ու կասեն դա մեր արցախցի ընտանիքները, հայաստանցի, որ ում օգնում ենք, բոլորին զգուշացվում է մի բան. ընդհանրապես մեր անունը չտակ։ Հիմա դուք հիմա անկուսակցական եք, բայց ժամանակին շատ ակտիվ էիք։ Դուք չեք պատրաստվում ոչի բան անել այս եկող ընտրություններին։ Ես ասեմ քեզ, կուսակցությունը դեռ չկա, չբացված կուսակցության անդամ լինելը մի քիչ այլ հարց է, ինչ բացված գործող կուսակցության անդամ լինելը։ Այս հարցի մի կողմ։ Երկրորդը, ես ընտրություններին չեմ տեսնում ոչ մեկին, որը հայազգի անունից է հանդես գալիս կատեգորիկ։ Չկա, ուղղակի դաշտը դատարկ է հայկականի։ Հայկական չկա, ոչ մեկ ռուսին մի տառ չի ասում, մի չոր բառ չի ասում, բոլորը ռուս են սենց պաշտում, ոչ մեկ Արցախի համար ռեալ ծրագիր չի ասում։ Մեծ մասը խոսում են Արցախը կորցրած հետքով, ոչ մեկ լուրջ ազգային գաղափարախոսական ծրագիր չունի, հատատ նայեք։ Ոչ մեկ չի ասում Արցախ եւ ռևանշ, ոչ մեկ չի ասում իրական Հայաստան։ Բոլորը խոսում են օդային ծրագրերով։ Պետք է ես իմ թոշակառուների թոշակը շատացնեմ, պետք է 300,000 աշխատատեղ ստեղծեմ, պետք է հայը լավ ապրի։ Հիշեցնեմ, որ ամենավատ բառը դա պետք է նա։ Ով որ պետք է ասում, Լենդրուս ջան, անձայն այդ մարդու հետ կապեր խզի, որտեղ պետք են ժամանակ, գործողություն եւ ոչինչ չունի։ Շատ լավ։ Հիմա մենք Արցախի մասին մի քիչ հետո խոսանք, հա, ավելի ուշ, բայց այս ձեր միտքը շարունակելով որոշ քաղաքական ուժեր, որոշ քաղաքական գործիչներ մեզ ավելի ճիշտ մեր հանրությանը համոզում են, որ Հայաստանը ընդամենը ունի երկու դուռ, հա։ Մի դուռը Թուրքիան է, մյուս դուռը Ռուսաստանը։ Սա ինչ քաղաքական գործիչի հայտարարություն է։ Սա պրոռուսական քաղաքական գործիչի հայտարարություն է։ Որովհետև բոլորի ղեկավարը միշտ Օսմանյան կայսրության ղեկավարն է, ինչպես նշում են տաղանդավոր ռուս պատմաբան անընդհատ նշում եմ Արտյոմ Տարասովը, որը հենց հիմա էլ կենթանի է, մի ամիս առաջվա նյութում ասեց, որ Եղեռնը եւ Հայաստանի բաժանումը այսօրվա Արցախի մեղավորն է, դա ռուսներն են, ինքն էլ ապրում է Մոսկվայում, ոչ մեկ նրան ոչինչ չի անում։ Նայ, երբ որ մարդուն ուղղորդում ես երկու հարցի, դու արդեն նրան գցում ես կրակի մեջ։ Դու իրեն չես տալիս հարցի երրորդ կամ չորրորդ տարբերակ, չէ՞։ Դու իրան ասում ես կամ Թուրքի հետ ես, կամ Ռուսի հետ։ Երբ որ դու նրան գցում ես ինչ-որ վանդակի մեջ, բնականաբար ինքը պետք է ասի թուրքը կոտորել է, ռուսի կոտորածի մասին, հա, ռուսը կոտորել է, բայց քրիստոնյա ավելի լավ է ռուս։ Բայց երբ որ դու մարդուն ասում ես դու ուզում ես անկախ ինքդ ապրես քո համար, դու ուզում ես Թուրքի հետ ապրես, դու ուզում ես Ռուսի հետ ապրես, թե անկախ լինես արևմուտքի հետ ապրես։ Այդ 4 հարցը որ տաս, այդ ժամանակ մարդը կպատասխանի, թե չէ դու ասում ես արագ պատասխան ռուսը թե թուրքը, մարդը լավ ռուսը, վсё։ Դա, այսինքն այդ անկապ հարցի դեպքում բնականաբար պատասխանը այդ դինի, եթե դու երկու տեղս հարց տալիս։ Այսինքն դու ուղղորդում ես մարդուն։
Շատ լավ։ Հիմա վերադառնալով ձեր այն ասացից, որ քաղաքական դաշտը սենց ամայացած վիճակում է եւ բոլորը, հա, սենց այսպես ասած, ռուսի դուդուկի տակ են ապարում, որն է խնդրեմը, ով չի թողում, որ նորմալ հայկական ուժեր աճեն մեր քաղաքական դաշտում։ Նախ ասեմ քեզ, շատ հետաքրքիր բան, այսօր էլ շատ ինֆորմացիա ենք ստանում, ես իմիջիալոց շատ մարդկանց մասին, ներսի դուրսի անընդհատ ինֆորմացիաներ եմ ստանում, որոնք ճշտում եմ ու պահում եմ, որտեղ պետք է պայթի X ժամանակ։ Ռուսը Հայաստանում ունի մի ուժեղ գործակից։ Դա ռուսամեր հայերն են, որ ես միշտ ասում։ Ոչ թե Ռուսաստանի ապրող, ռուսամեր, այսինքն որ իրենք ամեն ինչի համար ասում են, որ բացի ռուսից ուրիշ բան չկա, որոնք արտացոլվում է Հայաստանի 4 իշխանությունների մեջ։ Այսինքն բոլորն են ռուսամեր են։ Հիմա կասեն Նիկոլը ռուսամեր չի, տակը կգրեմ պարզ օրինակ, ես 3 օրագիրում եմ ասել։ Ցույց տվեք Պուտինի մի խոսք, որտեղ Նիկոլ Փաշինյանին չի գովում։ Տեսեք նույն մարդը Զելենսկուն ինչ ասես ասում, չէ՞։ Թշնամին է, բայց Նիկոլին չկա միտով, որ Պուտինը մի թթու խոսք ասի, միշտ գովես։ Հիմա բոլորը ռուսամեր են, բոլորը Կրեմլի դրածին։ Եվ նրանց արբանյակները 200-ից ավել կուսակցությունն ու 150-ից ավել հասարակական կազմակերպությունները, որոնք ինչ-ինչ ձևով փորձում են ընտրության գնալ ամեն մեկը ինքը իրանց փողոցը իրան չի ճանաչում, իրան հայտարարում են վարչապետ Մարտուցի ցաղ է գալիս, նայում ես, դրանք բոլորը փոշիացնող ձայն են։ Փոշիացնելու են ձայները ու փողով վաճառեն, որը ես գիտեմ, մեկ ձայնը $10, այդ գինը մի 20 տարի չի փոխվել։ Ինչ անշանակում դա Լենդրուս ջան, պատկերացա, դու իմ անկետն ես, ես գալիս եմ ունենալու եմ 30-40% ձեն, դու մի 10 հոգով իմ ընկերներն եք, ամեն մեկը հավաքում եք 3-ից 15,000 ձեն, անցողիկը 63-ից 65,000, չէ՞։ Ամեն ձայնի համար ես ձեզ տալու եմ $10։ Տեսեք, երբ որ գալիս է հասնատեղ, Արամ քույրիկը ձեզ օրինակ, Նիկոլի համար, մեր հզոր Վազգեն Սարգսյանի խորտ քույր Արամը ձեր համար։ Միշտ հավաքում է 15-ից 20,000 ձայն, նվիրում է Նիկոլի, չէ, կապ չունի նվիրի, չնվիրի, այն կողմի վրա է գրվում, այդ փոշիացվող ձենը, հետագայում ընտրության մեջ գնում է նրանց, չէ, բայց ինքը քաղաքական պոստեր ունի, թալանի մեջ կա, քաղաքական պոստերն ունի, բանում քաղաքապետանում պոստերն ունի եւ մնացած այլ տեղերում պոստերն ունի ու թալանի մեջ կա։ Այսինքն նման գրպանային կուսակցություններով փորձելու են փոշիացնել ձայնը, բայց այստեղ կա մի տարբերակ, ժողովուրդը պարտված չի, կա ամենապարզ տարբերակը ինչպես վիժեցնել ընտրությունները, որ ոչ մեկ չանցնի։ Այդ կասեն վերջի օրը, քանի որ վերջի օրը իրենց համար լռության ձայն է։ Հիշեցնեմ ձեզ, որ սա ոչ թե քաղաքապետի ընտրությունն է, որ Ավինյանը 10 ձենով անցնի, հա, սա հանրապետության ղեկավարի ընտրությունն է, պետք է հավաքի 50+1 ձայն։ Իսկ այնպես կարանք անենք, որ չհավաքի 50+1 ձայն ոչ մեկը, որպեսզի ժողովրդին ինչքան փող պետք է թող տան, ես ուրախ եմ եւ դիմում եմ հայրենակիցներին, ով փող է տալիս ժողովուրդ ջան, վերցրեք, ասեք քեզ եմ ընտրալու, բոլորից է վերցրեք, դա ձեր փողն է, մեկը վաղը միսօր ընտրությունից հետո էլի թանկացնելու են ձեզից անեն, դա գողացած փող չի, դա ձեր փողն է, վերջում կասեմ ինչ անեմ, այսքան բան։ Բայց ընդդիմության դաշտում նույն վիճակն է, այնտեղ էլ կան 10-ով չի կուսակցություններ, ովքեր 10-ով կով են զբաղվում, եւ այդ նույն համակարգը աշխատում է այնտեղ։ Հա, նույնն են, ասածս ինչ է, ասածս այնա, որ պայքարը հավասար է։ Իհարկե, բոլորը ռուսի հետ են։ Ամեն մեկին իր դերն է տվել, տես Լենդրուս։ Մեկին դեր են տալի, ասում են դու մեզ կքրֆես։ Մյուսին դեր են տալի, ասում են չքրֆես։ Մյուսին դեր են տալի, ասում են մեկու մեջ կքրֆես։ Հասկացա՞ք։ Նույն տարբերությունն է։ Ես նույնիսկ կուսակցություններ գիտեմ, որոնք օրի առավոտնից իրիկուն հայոյում են ընդդիմությանը, բայց կոնկրետ ամսական կոնկրետ փողեր են ստանում ընդդիմության օլիգարխներից։ Կոնկրետ փողեր, մի քանի զրոներով։ Շատ լավ, հիմա նկատած կլնեք իհարկե, որ արդեն Գագիկ Ծառուկյանը նույնպես ակտիվացել է Սամվելի մասին չխոսը եւ ուրիշ այսպես կոչված հարուստ մարդիկ, հա, ինչ որ մի օրենք, ինչ որ մի բան չպետք է ստեղծվի վերջապես այս երկրում, որ
բիզնեսմենը քաղաքականության մեջ պետք է ընդհանրապես չլինի։ Շատ լավ հարցեր։ Ուրեմն ասեմ, օլիգարխ բառը, որը եկավ Ռուսաստանի նման հիմար պետությունից եւ դառավ կոմպլիմենտ, նույնն էլ բրուտալ բառը։ Ուրեմն բրուտալ բառը, ես միշտ ասում եմ, առաջացել է բրուտոս բառից, որը նշանակում է դավաճան։ Բառացի բրուտոսը կեսանին դավաճանից։ Ռուսաստանում դա մտավ դե ապուշ երկիր են, չէ, կոմպլիմենտ, իբր տղամարդ, բայց իրականում նշանակում է դավաճան։ Նույնն էլ օլիգարխ բառը բառացի հունարեն նշանակում է բիզնեսմեն, որը ապրում է տվյալ երկրում կամ օտար երկրում, անընդհատ իր հարազատ երկրում կազմակերպում է հեղաշրջում, խառնակություն ի օգուտ իր բիզնեսի։ Այսինքն, եթե օլիգարխ բառը Հայաստանում պրեստիժ է, դա միջազգային մասշտաբում դավաճան բառն է։ Այսինքն, թե բրուտոսը, թե օլիգարխը դավաճան է։ Հիմա այս երկրում օրենքը նենց մտցրեց Սերժ Սարգսյանը իբր թե իր համար, բայց շատ գեղեցիկ ձևով հոսում տվեց Նիկոլին։ Սարքեց սուպեր վարչապետ, վերացրեցին ընտրական այն իրավունքը, որ անկուսակցականը միայնակ կարա գնա ընտրության, սարքեցին կուսակցական, որ ինչքան ոչխար կա լցնես դու քո թիմով անցկացնես, ում ուզես լցնես անցկացնես։ Դրա համար սահմանադրությունը պետք է փոխվի։ Իսկ նոր ով որ ուզում է փոխի Հանձինը Սամվել Կարապետյանի թիմի, որը ապշեցուցիչ հիմարություն ա դուրս տալիս, թե 4 տարի Հայաստան չեմ ապրել, հա ինչ անենք, կգանք օրենքը կփոխենք, կսարքենք, երբ ուզի ով ուզի գա։ Ես երեկելի ասել եմ, ես եմ ու Աբդուլլա Գյուլեն անունով Թուրքիայից գայս եմ հանում թղթերս, դե ինքս ցույց եմ տալիս, որ հայ եմ։ Կոնկրետ օրինակ այն Թուրքիայում այն դավաճանը, որ կա հայ падգամավոր, ինչ էր անունը այն մի հատ դեբիլ, որ կա իբր հայերի հետ էր, պարզվա որ Էրդողանի ամենամոտ Փայլան, հա, տես չէր։ Հա, Կարո Փայլյանը գալիս ասում է հայ է, որը Արցախի հարցում տեսակ ինչ սիրուն լցեց, որ Թուրքի տակ ճիշտ պետք է լինի, գոլը ճիշտ է, որ Թուրքին է տալիս եւ այլն։ Փայլյանը այդքան ստից կռվում էր, հայ եմ գալիս է Հայաստան, ասում է Հայաստանի նախագահ։ Չնայած Հայաստանում Նիկոլի ու Փայլյանի մեջ ես էակա տարբերություն չեմ տեսնում, ոչ է Սերժ Ռոբի ու Լևոն։ Բայց պատկերացրեք, նստում է լրիվ դառնում է Հայաստանը թուրքական վիլայետ կամ գալիս է Նիկոլայ Ռիշկովը, որը հանձինս այսօրադրությամբ Սամվել Կարապետյանն, Սերժ Սարգսյանն, հա, Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսինքն, որակա զրկել, որ մարդ, որը Հայաստան չի ապրել, Հայաստան չի ծառայել, ցեղով չեն ծառայել։ Հայաստանը դիտել են որպես կուրորտ, տուրիստական զոնա, եկել են բիզնեսներ են դրել, ժողովրդին հարստահարելու ձևով ու փորձելու են գան իշխանության ինչ որոշեն։ Որոշեն ինչ անեն։ Ա. Հայաստանը սարքյան ռուսական վիլայետ, Բ. Հայաստանը սարքյան ռուս-թուրքական վիլայետ, Գ. Ընդհանրապես ԺԵԿ չսարքեն։ Համատիրության իրավունք է չտա։ Հիմա պարոն Թադևոսյան, մի պա պատկերացնենք, որ այս եթերը մի մարդ է գալի դիտել, որ առաջի անգամ է ձեզ լսում, առաջի անգամ է տեսնում, այսինքն բանից բեխաբար։ Ձեզ լսելով կասի հիմա Հայաստանը փրկություն չունի, հա։ Այսինքն ոչ մեկին չենք կարա ընտրենք, ոչ մեկին չենք ընտրեմ։ Տեսեք, հարգելիներս, քանի որ հայ ժողովուրդը վերջին 5 տարվա մեջ ավելի խոհեմ է դարձել, քան երբևէ, քանի որ ժողովուրդը եւ ընդհանրապես մարդը խոհեմ է դառնում այն ժամանակ, երբ որ ինքը ճգնաժամերի մեջ է ընկնում։ Մարդկային զարգացման էվոլյուցիան բերել է բոլոր ճգնաժամերը։ Ճգնաժամից ուղեղը այլընտրանքային մտածելակերպ ունեցել զարգանա։ Տեսեք, ասում եթե չլներ սաղցեդարը, մարդը տուն ու հագուստ կրակի վրա այդքան չէր գախնա։ Բնականաբար, նույնն է սա է։ Երբ որ ճգնաժամը լինում, ժողովուրդը խոհեմ է դառնում, ժողովուրդը հասկանում է, որ ներկա ցուցադրական դեմքերից ոչ մեկ իրական շանս չունի։ Մենք կարանք ընտրությունները ծախողենք, մի քանի անգամ ծախողելուց հետո ամեն 40 օրը մեկ նոր ընտրություն ալու 40։ Մինչև իրենք արդեն հասկանալով եւ աշխարհն էլ հասկանալով, որ այս ջեպկիրներով չի կարելի ընտրություն անել, ճանապարհ հաստատ կբացեն ավելի ազգային ուժ ներթափանցելու համար։ Հակառակ դեպքում, եթե ամեն ինչին համաձայնվեն, երեխան մինչև չի լացում, մայրը չի կերակրում։ Եթե մենք ցույց չտանք, որ ժողովուրդը դեմ է բոլորին, իրենք ոնց կա տենց էլ անելու են, ոնց որ տարիներով անում այն հայ ժողովրդի գլխ։ Մինչև դու ցույց չտաս, որ դու դեմ ես բոլորին, ոչ մի անգամ չի փոխվի, Լենդրոս ջան։ Շատ լավ։ Հիմա դες բարձվեց, որ
Մեզ պարզվեց, որ կարողացան հենց անեն, որ դուք ձեր գաղտնիքն ասեք, էլի։ Վերջը։ Ես գաղտնիք չի, ես էդի ասում եմ միշտ, վերջի օրը կասեմ։ Վերջի օրը ավելի ուժեղ գաղտնիք կա։ Ավելի ուժեղ եմ ասում։ Այդ միշտ ասում եմ։ Վերջի օրը ես բան եմ ասելու, որ ոչ մեկ չկանա այդ փող տվածի վրա վերահսկի։ Փողը ծախսեն, չկարանան վերահսկեն։ Հայ ժողովրդից գողացածի 0.1 միլիարդերորդ տոկոսը գոնե հետան, ժողովուրդը ուրախանա, ու իրենց ձայնը չստանա։ Իդեպ արդեն կան փոքրիկ վիդեոներ համացանցում, որտեղ որ երիտասարդները հատուկ կերպով արդեն, հիմիկվանից հատուկ կերպով գնում են տներ, դռները տուկ-տուկ տալով քարոզ են անում արդեն Սամվել Կարապետյանի օգտին։ Լավ։ Հետո չի ասնելու, իհարկե։ Տղա են, թող մարդը 200-300 հազար դրամ աշխատավարձ ստանան, ես կողմ եմ, որ ցանկացած կուսակցություն, ով որ ուզում է մասնակցի, մանավանդ այս հարուստները, որ թալանել են հայ ժողովրդին, հա, ամեն մեկը 10,000 բան բացեն, շտաբ բացեն։ Ամեն շտաբի աշխատողին 200-ից 300 հազար թող տան, էլի մեր ժողովուրդն։ Թող գնան վերջում կերևա, կանցնի թե չէ, որ մարդու ուղեղին խապել չի։ Հոգուն ուղեղին չես կարող խապել։ Ես մի հատ ընտրության եմ ներկա եղել, Արտաշես Գեղամյանը չկա։ Արտաշես Գեղամյանի ընտրողի ձայնը Սերժենք տարան գցեցին իրենց ձայնի վրա։ Այս մարդը խնդրում էր գոնե մի ձայն տվեք, գործից չանեք, չտվին։ Հասկանալի, այսինքն մարդը եկավ իր 20,000, 30,000 այդ ընտրության օրը վստահված անձի փող ստացավ, առանց գնաց տուն։ Ես ուրախ կլինեմ, որ մեր Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի այդ օրը կարողանա փող աշխատի, թե ոնց ինքը իր խղճին դեմ կգնա, գնաց խղճին դեմ, ուրեմն էլի ինքն է պատասխան տալու։ Հիշում ես Նիկոլին ոնց էին գովում այսօր ասի, այն աբարանցի կնիկը եղանը կկոխեմ գլուխդ լրագրողին։ Հիմա այդ աբարանցի կնիկն ու դրա տղեն գոռում են Նիկոլին ընտրենք, որ գամեր ջուրը թանգստի, հողի հարկը թանգստի։ Այո։ Այսինքն դու էլի տուժվողը դու ես, երբ որ դու սխալվում ես, քո խղճի ու Աստծո սխալը սամ տուժվողը դու ես։ Ով որ ձեն չէր անում Արցախի մեռած երեխեքի համար, սպանված երեխեքի օրգանների համար, բոլորը հատ-հատ այդ հարցին թե վթարի ձևով, թե քաղաքում դանակահարության ձևով առնչվում են։ Բայց գիտեք ինչի ոչ մեկի ձայնը չի կանգնում իրենց կողքը, որովհետև իրենք իրենց մասին էին մտածում, ասում մերը չի մահացել, ընտիր նոր տանի անենք։ Այդ նոր տարին հիշում ես ինչեր էր կատարվում։ Հասկանալի, այսինքն հիմա հասկանում ես, ես ոչ թե անիծում եմ, այլ ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հասկանա, որ ցանկացած իր սխալը իր դեմ աշխատի։ Ու հասկանում եմ, մեր ժողովուրդը բավական խելոք է, ես արդեն հարցում անում, զգում եմ, որ մոտավորապես 2 միլիոն մարդ արդեն դա շատ լավ հասկացել։ Այսինքն ցանկացած սխալ տռալու է քո դեմ, Լենդրոս։ Դու սխալ ընտրեցիր, դու ես դժվելու։ Իդեպ անես կասեցիք մտքովս անցավ այսօր Հայաստանում անցկանում են միայն հոգևորականներ, Աստծո պատիժը կտենաս, Աստծո էսի կտենաս, էնի կտենաս, այսպես ինչ որ ուզում են վախ ներարկեն, ինչ որ այն մարդկանց դեմ, ովքեր որ տեսնում են իրականությունը, բարձրաձայնում են իրականությունը եւ Աստծո պատիժով ուզում են վախեցնել այն դեպքում, որ Աստծո պատիժը արդեն եկել է իրանց գլխին։ Հիմա ինչ եմ ուզում ես ասեմ, Արցախի զոհված տղաների համար ձեր հարցին պատասխանեմ, հա, իմ կարծիքով պետք է ձերբակալվեն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ոչ թե պաշտոնյաները, այլ այսպես կոչված զինվորականները, ովքեր որ փախան, ու ես նորից կրկնում եմ, փախան, իրանք իրանց գործը վատ են արել։ Ես փախնեմ մի բանա, ես զինվորական չեմ, այ իրանց փախնելը անընդունելի է։ Մենք սրա մասին մի քիչ հետո երևի կխոսանք, հա, թե ինչպես է հենց այդ նույն Գազան առանց ոչ մի բանով պատերազմ անում, միջև չի հանձնվում, սրանք նվիրեցին։ Ես ամեն իմ եթերներում սրա մասին խոսում եմ, որ ժողովուրդը շատ լավ ընկալի։ Բայց միջև այդ մենք կցանկանամ խոսանք մի հատ մեր ազգային անվտանգությունից մի քանի կարևոր հարց, առաջինը Մաքս Հավելվածն է, որը որ հեսակամաս ներարկելու են Հայաստանի Հանրապետություն, հա, ձեր ասած շատ ռուսամետ հայերով, որ բոլոր ունենան իրանց հեռախոսների մեջ։ Խնդրեմ ձեր կարծիքը դրա մասին։ Նախ ես այդ Մաքս Հավելվածը չգիտեմ, մոտավորապես հասկացա ինչ ես ասում, այդքան հետաքրքրված չեմ, Լենդրուս ջան, բայց մոտավորապես հասկացա դա ինչ է, դա նշանակում է լսողական, հա, երևի բոլորին իրենց ձեռքը պահելու հավելված, հա։
ու կարճ ես ասեմ դա ինչ, այսինքն Ռուսաստանում արգելում են բոլոր այն միջոցները, որոնք որ մենք սովոր ենք օգտվել, այսինքն WhatsApp-ը, չգիտեմ, Viber-ը եւ այլն, բոլորը արգելում են, ասում են բոլորդ պետքա ձեր հեռախոսում նստացնեք Max եւ Max-ով միայն շփվեք, հա, այդ Telegram-ն էլ պետքա չլինի։ Հիմա հարցն է, որ Ռուսաստանում ապրում է մեծաքանակ հայեր եւ մարդիկ բարեկամներ ունեն, ընկերներ ունեն, հետագայում ոնց են շփվելու, այսինքն Ռուսաստանից ասելու են, գիտեք ինչ կա, այս Max-ը ձեր հեռախոսում դրեք, որ մենք կարողանանք շփվենք։ Հա, ես նախ այդ Max-ն, ես իմ Max-ին թե ով է, ինչ չի հետաքրում, որովհետև կան ավելի քան 100 այլ հավելվածներ, որոնք Ռուսաստանը չի կարա ուղակի փակի, որովհետև ընդ IO կա, ICO կա, ես իմ IM կա, TIM կա, 1000 մի Signal կա, ես իմ ինչ կա, ավելի քան 200-ից 300 հավելված կա։ Եթե Ռուսաստանը փորձի այդ բոլոր հավելվածներն էլ փակի, մենակ Max թողնի, բարեկամը ինչ պետք է շփվի, բարեկամը պետք է շփվի ոնց է, ինչ կա, ինչ չկա, հա, մաքսիմում այդ դեպքում։ Այսինքն ինքը դրանով ազդելու է ինքը իր դեմ։ Ռուսաստանը ազդելու է իր դեմ, ինքը չի ունենալու մինիմալ նույնիսկ վերահսկողության բան, որ եթե այսօր WhatsApp ինքը լսի զանգեմ, ասենք Վալոդիկին, Վլադիմիր Վլադիմիրիչ Պյուտինին, ասեմ Վլադիմիր Վլադիմիրիչ ջան, ասենք Հայաստան 400 հատ էլեկտրոավտո է մտել, Արցախի նախագահ 600 հատ հայ է մտել Yandex-ին, տեղեկությունը ճիշտ է։ Շարաման Օղլին, Վլադիմիր Վլադիմիրիչ Պյուտինը ոնց ազգալու է ամբողջ։ Ես չեմ դու ես, եթե ինքը հետ էլ փակեց, դա չի ստանալ։ Այդ որ ֆեյքային բան է, ինքը չի կարող աշխարհի դեմ աշխատի, որովհետև Ռուսաստանը ՃԿԼԱՍ-ի երկրից վերածվել է մինուս անսահմանության։ Այսօր 2.300.000 զոհ ունեցող երկիրը տղամարդ սեռի, այդ երկրից եկած Տաշիրի Սամոյի տղեն ուզում է Հայաստանում սեքսի նախարարություն բացի, չբավարարված կանանց բավարարի, մոռանալով որ ինքը ապրում է մի երկրում, որտեղ առանցեն է բոլոր կանայք չբավարարված են 2.5 միլիոնը իրան նվեր։ Պաստորեն ինքը չի կարող ընդեր ռուսների դեմ խաղա, եկել է փորձում է Հայաստանում խաղա, թող գնա ընդեր սիրուն խաղա։ Հասկացա՞ք, մի երկիր, որը 1895 թվի մաքսիմով է Ուկրաինայում կռվում, մաքսիմ կան հանել են վիդեոն գտնեմ քեզ ուղարկեմ ուշքդ գնա, մաքսիմով 1895 թիվ եղբայր, պատկերացնում ես, մի երկիր, որտեղ զենքի տեսակը թանգանից հանել են թե 32-ը տարել են կռիվ, ինչքան էլ փորձում է կռի, ինչ պիտի լինի։ Մի երկիր, որի դեմ այսօր Լիտվայի նման փոքր երկրում, որ մինչև պատերազմը ամբողջը դրել էին տնտեսության մեջ ուներ 4800 զինվոր, այսօր 63000 զինվոր է կանգնած ՆԱՏՕ-ի եւ ինչ պիտի անի։ Մի երկիր, որին այսօր ասում են, որ Ուկրաինային ատոմային ենք տալու, այսօր ասել են ընկնավորել է իրար։ Հիմա դեռ շատ հեռու է որևէ բանից։ Իմ անհանգստությունները գալիս է նրանից, շատ լավ հիշելով թե ինչպես էին վաճառում, հա, հայերին, թուրքերին, այսպես կոչված Ռուսաստանը պատերազմի ժամանակ, եւ եթե այդ մաքսը լինի մեր զինվորականների հերախոսների մեջ, իրաց տեղերը կիմանան, խոսակցությունները կլսեն, զինվորների տեղերը կիմանան, խոսակցությունները, այդպիսի բաներ կա։ Եվ հանգիստ մի հատ էլ բոմբ այնտեղ կարան ուղարկեն, հա, թուրքերին վաճառելով այդ տեղեկատվությունը։ Սա լուրջ հարց է։ Հիշեցնեմ, եղբայրս, Արցախ Տելեկոմը եւ ամբողջ Խորհրդային Միության տարածքի բոլոր կապի միջոցները մինչև պատերազմը հիմա էլ պատկանում է, գիտես, չզարմանաս, Ռոբերտ Քոչարյանի սիստեմա ընկերություն, որը 51% գեներալնի պակետը մոտներ, 49%-ը Պուտինի։ Պատերազմի ժամանակ ամեն զինվորը զանգելու ցուցադրական տեխնիկական տեղը խփել են Ռոբերտ Քոչարյանի պատկանող սիստեմա ընկերության տված միլիմետրային բջջային տեղեկատվություն։ Հիմա բռնեցին, ստից սարքեցին Արմենթելը ծախին Պուտինի կնկան, ընդդեպի Վասելը Պուտինի կնկան, մեգաֆոնին SS, քեզ ոնց է թվում, հեռախոսային կապի այսօրվա միջոցները դա կլինի Ռուստելեկոմ, թե Yandex, թե եսիմիշ ձևական բաներ, դրանք հեչ, Yandex հավելվածները տաքսու հեչ, այդ մաքս ծառայությունը մեջ, Ռուստելեկոմը Հայաստանում ինտերնետացրում, դա հեչ, եւ բան այդ Յուկոմը հեչ, որ ռուսների հետ ֆռացրեցին օրանժին հանին ֆրանսիական հզորագույն ընկերության, մաքսը մեջ։ Ոնց է քեզ թվում, այդ մաքսով պետք է բռնեն, մինչև այդ չեն կարող բռնել։ Այսօր գոյություն ունի միջազգային խլացուցիչներ ցանկացած կապի,
որ ունեն արևմտյան միջոցները եւ բավական լավ ազդում են Ռուսաստանի վրա եւ նույնը կարան Հայաստանում տեղադրել, ուստ երևույթին, քանի որ արևմուտքն է սկսել հայկական բանակով զբաղվել, տեղադրում է եւ վերջապես ունեն մի հատ հետաքրքիր բան, ում է պատկանում ինտերնետը, ում է պատկանում սպուտնիկային ծառայությունը, բնականաբար արևմուտքին։ 3 վայրկյան հրթիռի տարբերության դեպքում ուշ հասցնելու դեպքում ինֆորմացիան հրթիռը տալիս է 1.5 կիլոմետրի շեղված։ Ինչքան ուզում է հիմա տեղեկություն տան, դարը հենց փոխին Ռուսի համար, որ ինքը այսօր մարդկային կորուստի գնա։ Թե չէ եթե վերցնենք իրական զենքերի քանակով, բոլորս գիտենք, որ Ռուսաստանը Ուկրաինայից ուժեղ է, Ռուսաստանը Հայաստանից ուժեղ, հա, ՆԱՏՕ-ից ուժեղ չի, բայց կներեք, ապուշություն կլինի ասել, որ Ռուսաստանը Ուկրաինայից թույլ է։ Սա հիմարներ է ասել։ Բայց չի կարողանում առաջ գնալ։ Ինչի, որտեղ գոյություն ունի միջազգային թե ինտերնետի, թե նավիգացիայի այնպիսի սիստեմներ, որ 3 վայրկյան, 2.5 վայրկյան դանդաղացնել վերջ հրթիռը տեղ չի հասնում։ Շատ լավ։ Հիմա այնտեղ անջատել են Starlink-ը եւ ռուսները Փուչիկով 5G են ուզում ուղարկեն առաջնագիծ։ Ես չգիտեմ սրա մասին տեղյակ եք թե չէ։ 5G ո՞րն է, 5G-ն դառել է 5X։ Հա, ես ստեղի լեզվով ասեցի։ Հա, դե հասկացա 5X։ Հա, իսպաներեն ասեցի։ Այո։ Ջին այստեղ խ ենք ասում։ Գիտեմ։ Հիմա 5G-ն, հա, 5G-ն Փուչիկով ուզում են ուղարկեն առաջնագիծ, որ կարողանան ինտերնետ ունենան, մի ձև կարողանան կապ ունենան, այսինքն զինված ուժերը այնտեղ կապել չունեն առանց ինտերնետի։ Հա, 41 թվի պես են կրվում։ Հա։ Մի բան ասեմ, բայց 41 թիվը բավական օգտավետ է բոլոր պատերազմների դեմ։ Ես այսօր կապրած հենց այդ հարցը խոսում էի Սիրիայում, որ ոնց քրդերը պայթեցրեցին 100 հատ գերզարգացած գերմանական Jaguar։ Ուրեմն, երբ որ այս Jaguar-ներն է թուրքերը էշեշ առնում են, ոնց է լինում իրականություն։ Թուրքերը որ առնում են, գերմանացիներին ասում են, որ տյունինգ անեք ինչքան կվերցնեք, 4 միլիոն տանկն է, 7 միլիոն տյունինգի փող են ուզում։ Թուրքերը ասում են, այ մարդ 11 միլիոն ինքնաթիռի փող եք ուզում, համաձայն չենք։ Իսրայելին ասում են դուք ինչքան եք ուզում, ասում են 2.5 միլիոն, համաձայնվում են 100 հատը տալիս են Իսրայելը։ Քանի որ Իսրայելը դնում է իբր թե հեռահար հրթիռները կանգնեցնող, ռադարները, ռադիոդիստանցիոն բոմբերը կանգնեցնող, գալի հասնում են տեղ, քրդերը մի քանի հատ փորձում են Մամբիջի մոտ։ Տեսնում են, որ չի տրակում, օգտագործում են 1941 թվի այն լարերը, երկաթի պրովուլկեքը, որ կապում են, բոմբը տրակում են։ Այդ սիստեմը ու 100 հատ տանկ հելնում է օդ։ Այսինքն ապարտադիր չի մարդը այսօր գնա տեխնիկայի հետ։ Մարդու ուղեղը կարա պրիմիտիվությամբ ավելի շատ գործա։ Բայց ինչ վերաբերում է ռուսական ճակատին, այսօր ասեցի, որ 60,000-ից ավելի Աֆրիկայից ու բոլոր երմեն ինչ 60, 100,000-ից ավելի բան են բերել, պրոքսի բանակ են բերել, որից մոտ 60,000 Ադրբեջանին, հա։ Որտեղ Արցախի դիմաց ես ասել եմ, որ 25,000-ից ավելի զորք էին տվել, չէին հավատում։ Ասեմ ձեզ, որ մոտապես 35,000 էլ տարբեր տեղերից հավաքել են Արցախ կռվածներին եւ Ալիևի վզին դրել են, որ մենք ձեզ Արցախ ենք տվել զորք 10, չհաշված Ռուսաստանի ադրբեջանցիներին, եւ ամենաշատը պրոքսին տարել են Աֆրիկայից, Քենիայից, թե ինչի Քենիայից զարմանալ է, ես չեմ հասկանում, այդ սև քենիացին ձան վրա Ժիվոյ Միշենա ոնց է կռվելու, դա չգիտեմ։ Ժիվոյ կենթանի նշանակետ է սերը։ Ձյան վրա ինչքան է սպիտակ հագնի, ինքը կենթանի նշանակետ է։ Այո։ Հիմա նորություններ կան, որ Վրաստանը հատուկ կերպով ճանապարհ է փակում Հայաստանի դեմ, հա, այսինքն բեռնատարները խցանվում են Սադախլոյի այդ ճանապարհին, հա։ Ինչ տեղեկություններ ունեք։ Ուրեմն տեսեք, ասում է $700 փող են ուզում ամեն մեքենայի համար։ Վրացիները այս որ ասում են Թրամփի միջանցք կամ ճանապարհ, նախ է Թրամփի միջանցքը հələ պետք է բացվի, նոր սկսեն դրա վրա գումար խաղալ, այսպես ասեմ։ Քանի որ Հայաստանը կոնկրետ, եթե ճանապարհը լինի, այն ձևով ոնց որ սրանք փորձում են ներկայացնել, բայց սուտավոր միայն հայերը պետք է վերահսկեն ու Ամերիկան, դա կլինի Հայաստանի փրկություն։ Բայց իմ կարծիքով, այստեղ շատ ջրեր են հոսելու, հաշվի առնելով Թրամփի կերպարը, որը ընդհանրապես մարդբառի հետ կապ չունի։ Սա շատ տարօրինակ ճանապարհ է։ Հա, թմրադեղ են բերելու, ինչ են բերելու։ Էլի կրկնեմ, հիշեցնեմ Բաքու, Կարս, Թբիլիսի ճանապարհը, որ Օսկանյանը ընկել էր ոտու ձեռ, մենք ծրիկը թողենք, մեր տարածքով անցեք, թուրքերն ասին, չէ, բան, ձեր շրջանցում ենք։ Մինչև այսօր չի աշխատում։
Երբ են բացել 7 թվին, թե 8 թվին։ Մինչև այսօր չի աշխատում։ Ես ինչի, որտեղ ձեռ չի տալիս այդ ճանապարհը, փող բերող չի։ Նույնն է սա, եթե պատկերացրեք էլի միշտ ասել եմ ու կրկնում եմ, ասում են 7 կիլոմետրանոց զոնա, հա, վերահսկող, որ արագ գնան, օքեյ, 7 կիլոմետր։ Ցանկացած հայ, որի երեխաները մահացել են, տեսնում է Թուրքիա ավտոն գնում, գալի, գնում, գալի, գնում, գալի։ Տարբեր տեղերի ճարում են նռնակներ ու վազելով գնում, պայթեցնում է կամ ինքնապարկում ավտոյի տակ կամիկաձեի նման։ Դու արգենտինացի միլիարդատեր ես, այդ ճանապարհով մեքենա ես անցկացնում։ Տեսար երկու հատ մեքենա կամ մի հատ պայթեցին։ Կյանքում դու տենց կանցկացնես, չէ։ Վերջ։ Այսինքն այդ ճանապարհը նախատեսված է այլ միջոցների համար։ Թմրադեղ, այսօր աշխարհի շատ մեծ ճանապարհներ թմրադեղի համար են, հենց այնց Վենեսուելա չմտավ, որպեսի վերահսկի թմրադեղը։ Հենց այնց նորից չի ուզում մտնի Աֆղանստան։ Տրամպը ասես մենք իզուր հելանք Աֆղանստանից, բանդեղ այդքան միլիարդների բան ենք թողել, իբր հանքեր, թե թմրադեղ։ Հասկանալի է, տես, տիրելով նորից մտնելով Աֆղանստան, թմրադեղին տիրելով, այստեղ ճանապարհ տիրելով, պարսիկների հետ պայմանավորվելով այս շոուն, որ իբր թե իրար պետք է խփեն, չեն խփում, խփելուց էլ էլի 14 օր խփելու են իրար էլ են պաչեն, սա միանշանակ է, հա, ելնելու են իրար պաչեն գնան, որովհետև շատ լավ են խաղում իրար հետ, խփում են իրար ու ամեն մեկը իրան հաղթանակած է ճանաչում։ Արանք ով է զոհ գնալու այս անգամ Հորդանանն ու Ադրբեջանն են զոհ գնալու, որովհետև բառացի պարսիկները բարձրացանին, լավ է այս էշերը այսօր հասկացան, որ ասին պարսիկների հետ զորավարժություն անենք, որը ցույց է տալիս, որ Հայաստանը չի գնալու այդ հարվածի տակ։ Եթե սրանք գնան, ասել եմ 10 հրթիռը 8 հրթիռը Երևանին հերիք է, Երևանը վերացնեն, այլ մնացածը պետք չէ։ Ոչ թող զորք մտնի, ոչ է, 10 հրթիռ ուղարկեն վերջ։ Հիմա Տրամպը 10 օր ասե։ Դե 10 օրից հետո շոու կսկսվի էլի իրար լույսերը վառած։ Ինչի են պատերազմից չէր երևում, որ շոու է։ Ով է տեսել, որ Թել Ավիվի նման տնտեսական կենտրոնը գիշերը լույսը վառը, որ հանգարց իրանական հրթիռները չշեղվեն։ Տաքության վրա գան կոնկրետ խփեն շենքին։ Ով է տեսել 50 արգանի, 100 արգանի շենքը սարքեն կենթանի միշեն, այսինքն լույսը վառում ես, որ ինչ տաքության վրա կոնկրետ գա տեղ խփի, ուրիշ տեղ չխփի, դաշտում չընկնի, ափսոս է։ Ով որ պատերազմ եղել է, շատ լավ ով պատերազմ է, գիտի ինչ բան է, տղեկից տեկուս ծառել է սամանին, լավ գիտի, որ սիգարետի ծուխով, սնայպերը սիգարետի լույսով 3 կիլոմետրից 2 կիլոմետրից մարդ է ճակատից խփում։ Բա եկա 100 հարգանի շենքը լույսերը վառում ես, որ ինչ, որ կան կոնկրետ քո ասած տեղը խփեն, այս շենքին կխփեք, սրա լույսը վառում է, հեն անջատածին չխփեք, հա։ Շոու էլի։ Հիմա մենք ուրեմն կարանք լավ բաներ սպասենք, հա, այդ պատերազմից հետո։ Իհարկե, ես օրինակ շատ կուզեմ կռվը սկսի, մեկ այլի 14-15 օր ալնելու, դոլի 25 օր։ Ես ուզում եմ, որ պարսիկները մի հատ հարված ստանան Արցախը, Ադրբեջանը եւ վերջ, շնորհավորանքի համար, եւ այն տուրիստները, որ բերե կանգնացրել են ու ցույց են տալիս, ես այսօր էլ եմ խորհուրդ տվել մեղրեցիներին, հարգելի մեղրեցիներ եւ ագարակցիներ եւ շրջանի, ես այդտեղ եմ ծառայել բոլոր գյուղերը անգիր կարամ ասեմ սահմանային։ Ալբանջի ժողովուրդ, Նռնաձորի ժողովուրդ, Արաքսաշենի եւ մնացածի ժողովուրդ։ Սիրուն, հենց կռվը սկսավ, բերում եք մարդա $10 վերցնում եք, բոլոր տուրիստներից կանգնացնում եք սահմանին, թող շոու նայեն կրակոցներ։ Թող նայեն մի քիչ մենք ուրախանանք, ոչ թե իրանք ասեցին շնորհավորում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հələ չէին գրավել, 5 օր հետո ասեն Իրան չկա, Իրանի հյուսիսային մասը դա թուրքերին է։ Դրա պատասխանը պետք է ստանան, թե չէ։ Թող ստանան, ես համաձայն եմ։ Հիմա անցնելով մեր վերջի, հա, այն ցավոտ հարցին, չնայած էլի ես ամեն եթերներից մեջ ասում եմ շատ եմ ծեծե, բայց միջև վերջ ծեծելու եմ այս հարցը եւ միշտ պետք է այս հարցս էս կախված լինի։ Ինչու փախան զինվորականները, խոսքը դե իհարկե սովորական զինվորների մասին չի, սովորական զինվորների միջև վերջ կռվել են, ինչու փախան զինվորականները։ Ուրեմն սկսենք մինչև այդ։ Երբ որ Սերժ Սարգսյանը արդեն հրամաներ տվել չկրակել, պատերազմը սկսել էր այդ ժամանակ 12 թվից, երկրորդ ընտրությունը 12 թվից։ Երբ որ հայերը չէին կրակում, մենակ թուրքերն էին կրակում, հենց ասում էին հայերին նոր էին սկսում կրակել, պատերազմը նախապատրաստեց այդ ժամանակ։ Պուտինը 15 թվին եկավ Եղեռնին, ասաց ինչ է լինի հայերի հետ եմ գնում էլի, որ մարդիկ հիշեն։
մարդկանց հիշողությունը մի քիչ կարճ ասել է։ Ուղիղ 11 ամիս հետո 16 թվականի ապրիլի 1-ին երկուսին սկսվեց քառօրյա կռիվը։ Քառօրյա կռիվը կարող էր լինել Արցախի հանձնումը, եթե այդ ժամանակ Արցախի հատուկ ծառայությունը հանկարծակիորեն շարժը չտեսներ ու առանց զեկուցելու չվերացներ Ադրբեջանի հատուկ ծառայությունները դեպի Մատախիսի կողմ։ Բարձա, չէ՞։ Ուրեմն հայկական հատուկ ծառայությունը, Արցախի հատուկ ծառայությունը տեսնում է շարժ, որ տեսնում է մեծ թվով շարժ, մոտավորապես 100-ից 200 հոգի վերացնում, որոնք առաջապահ զորքեր են։ Եվ դրանից հետո սկսած կռիվը, այն Խաչատուրովի վիսկիս տվեք, այ մարդ չկրակեք, սա ստուգողական էր եւ հասկացան ռուսամերների այս խումբը, դավաճանների Պուտինի գլխավորությամբ Լևոն Սերժ Ռոբ, հələ Նիկոլը չկար, Նիկոլը լակոտ ֆռում էր, հա, նրանք պատրաստելու էին հետո։ Հասկացան, որ հայոց բանակում միջիսպայական կազմը մեծը ծախված է, միջինին չեն կարում, եւ զինվորը չի ծախվում հանձինս մեր այդ 104 ոսկի տղեկի, որից մեկը մեր մանումենցի բանը կյաժը, որ ասեց դիրքը հանձնողի մերը, ու տենց է գնաց, արձանը դրած։ Սրանք կազմակերպեցին Արցախի դավաճան ղեկավարների հետ, որոնք բոլորը նույն դավաճանն են, բոլոր անխտիր։ Մենակ Արթուր Մկրտչյանը դավաճան չէր, Քոչյանը կաբինետում խփեց։ Դաշնակը, առաջի ազգային ժողովի նախագահ։ Կազմակերպում են Արցախի ղեկավարության փողով, վախեցնելով, կոմպրոմատով եւ Հայաստանի ղեկավարների, գեներալների եւ մյուսների վախեցնելու process-ը, որը պետք է բերեր այդ ժամանակ։ Պլյուս դրան ճգնաժամը հաղթելու համար Սերժին շտաբ վզին դրել էին, որ լինի։ Սերժն էլ հիշում ես, թշերը ուռացրած, Նազարբաևը թքում էր երեսին, Պուտինի մոտ ցեն չէր անում։ Այն քոր բանը Ռոգոզին էր, ինչը թքում էր երեսին ցեն չէր անում, կազմակերպեց Արցախի հանձնման երկրորդ ծրագիրը։ Եվ աղբանոցից մտա Զիբիլի վրի կատուներից վերցրեց Նիգոլին ու իր Զիբիլի վրի կատու չասեմ ինչին, որովհետև ոչ կինն է, ոչ Սիրիասն է, հա, փողոցային կենթանի։ Եվ սրանց օգնությամբ սարքեցին, բերեցին, մինչև այդ որպեսի Սերժ Սարգսյանը ցույց տա, որ ինքը ժողովրդի դեմ չի կարում, կազմակերպեցին Բևերի հետ, KGB-ի ջհուդ KGB-շնիկ շպիոնների հետ, կազմակերպեցին ՊՊՑ գնդի գործը, որում ամեղ տղեկին գցեցին մեջ, Արմեն Բիլյանին մեղադրեցին իբր ոստիկանի սպանելու մեջ, բայց ինքը ընդհանրապես չի կրակե, բոլորն է գիտեն, դատական գործն է կա, որ չի կրակե։ Սերժը սահմանեց իբր 8 տարի դատվել, Վիտոն էլ եկավ իբր խաղաղ բանակցության, բայց Վիտոն եկավ բոլորին հանձնելու։ 8 տարի տվին, Նիկոլ եկավ, Բիլյանին սարքեց 25 տարի ցմա։ Այսինքն Բիլյանի հելնելը իրենց համար վախ։ Հասկանում ես, որտեղ ամենաշատ Բիլյանը գիտի, Բիլյանին փակել են 25 տարի իզուր տեղը։ Բևերից ոչ մեկ չփակվավ։ Իմիջիալս սա Բևերի երկրորդ գործողությունն է, չէ՞ մի հատ էլ Արցախից հետո իբր մի բևերական իբր կրված տղա էր դեբիլը, այն որ ասում է սալյուտը դսից են խփում, նեսից չեն խփում։ Բոմբը առա մտավ քաղմաս գցեց, իբր թե ինչ բոմբ էր, որ ոչ մեկին վնաս չտվեց իրան մի թե։ Հա, բայց Պապյանը միջև այսօր դատված չի, Ժիրոն դատված չի, ոչ մեկ դատված չի։ Բոլոր երեխեքը փախած են ստենդե, ոչ մեկ երեխան ծառայած չի, եթեր են ուներում, Պապյանը եթերով ասում է, խիմ երեխան պետք է գա Հայաստան ծառայ, բայց ինքը ազգի փրկիչ է, հա, փող են հավաքում միլիոններով, որ իրանց հաստանան, 6 միլիոնանոց տուն են առել ռադիոտան մոտ, 500,000-ով ջիրոն տուն առել, որ ընդհանրապես Հայաստանի քաղաքացի չի ու աշխատած չունեն, բոլոր տեղերից փող են հավաքում, իբր տղեկին փրկելու, բայց ոչ մի բան, Բիլյանին կողել եք բանը, Բերթա, փրկեք, ոչինչ, հասկանում եք, այսինքն սրանք Սերժ Սարգսյանի հերթական մունետիկները, որոնք Արցախի դրոշը անարգեցին, առաջի լկտիները ու էլի չնստան, իբր Արցախը Հայաստանի մասը դրոշ չպետք է ունենա ու անարգեցին, տոյ KGB ջհուդականներ, այդ դրոշի տակ հազարավոր տղեկ են թաղված ու երկիր ակրվել, դու ով ես տարե, KGB-ի շպիոն Պապյան, որ դու Աֆղանստանում եղել ես հատուկ գործերով թարգմանիչը դա ամենալավ շպիոնն է, 4 տարի ես մնաց։ Ժիրոն ջհուդական մասոնական ուղարկած Լիբանանում վերբով կարած, հա, եւ նման շարունակությամբ կես դաշնակ, կես Բևեր, կես եսիմինչ, դրանց թիմը, որը նայում ես, բոլորը KGB-ի շպիոններ են ու ջուտ։
Ազգանուններից էլ երևում է ոչ մեկ մարդ չկա։ Այսինքն սարքեցին դա, Սերժին եւս տվեցին 2 տարի, որ գտնի այն ապրանքին, որը գտավերեց, եւ առանց որևէ բանի։ Միանգամից Ծառուկյանը հելավ միացավ, ինքն է միացավ, մի հատ լամբ չկոտրվեց։ Հայաստանում հարսանեկանում ոնց էլ 2 հոգի քաշքշում են 5 հատ 10 հատ ամանաճարդում։ Այդ ոնց եղավ որ 1 միլիոն ժողովուրդ փողոցներ, մի հատիկ լամբ չկոտրվեց։ Բերին Սերժն էլ հերավ իր ձևով ասեց, ես սխալ Նիկոլը, ճիշտ։ Հա, ու սարքեցին այս գործողությունը, որով ամբողջ ղեկավարները ծախված էին, Ռուսաստանից լցվել են այդ ծախածների թիմը, որոնք անընդհատ ռացիաներով ասում էին, այս ինչը մեռել է, այն ինչը մեռել է, մեր տղեկը դրանց բռնել են ուղակի լինելով հայ չեն կրակել հային, հանել լավել է, դրանք է զենքերը տար այսօր տվել են այս հանցագործներին իշխանության, որ ասեն 30,000 զենքավոր է, թե ոնց ալնում, որ դու զենքը տալիս ես մարդուն, իր տվյալը չես ունենում, որ 30,000 զենք կորում է, որ այսօր օրը 5 հատ սպանություն է։ Այս ձևով Արցախի բոլոր ղեկավարությունը դավաճան, ազգային ժողովով եւ այլն, Հայաստանի բոլոր ղեկավարությունը դավաճան, ոչ մեկ Արցախի հանձնելու օրը չխոսած, Նիկոլ Փաշինյանը դրեց, ասեց ես զանգել եմ ու Քոչարյանին Սերժին հավաքել եմ։ Ասել եմ Արցախին սենց հասկա ստորագրեմ, բառացի ասեց ու ոչ մեկ չզրխտի։ Ասելա ոնց նպատակահարմար ես գտնում։ Չհասկացա Սերժ ու Ռոբ։ Դուք ծնվելով Արցախում, Արցախյան ֆոնի վրա իշխանության գալով լապելով, փնթի ձեր գեղերից փնթի ոչլոտ թուրքական սվիտերներով, կեղտոտ բոթասներով, որ ասма ճիշտ ասում, Երևան հասնելով, դուք ասում եք ոնց նպատակահարմար ես գտնում, միշտ ես էդի համեմատում եմ, ոնց որ ասեմ Լենդրուս ջան, խանութն ես, ինչ պանիր կբերես, ասես Սուլիգունի, թե Չանախ ասեմ, որը նպատակահարմար ես գտնում։ Այ դա է համարվում, որը նպատակահարմար ես գտնում։ Հայրենիքի հարցը այդպես չեն որոշում։ Ու ոչ մեկ հանձնելու որ Արցախ բառը չասեց, Քոչանը հելավ ասեց Շուշա, Սերժը ընդհանրապես կորած էր, դեղի տակ։ Նիկոլ Փաշինյանը ուրախ հանձնեց, Լևոն Քորնել ասում էր ես հիվանդանոցն եմ։ Նույնիսկ վեհապարը ձեն չանեց գնաց Պուտինից մեդալ ստացավ, որ Արցախի եկեղեցիները ռուսները սարքում են ուղղափառ, որ հետո վերցնեն իրենց։ Եզրացնել այնտեղ հայերին բանանում իբր աղոթում, այսինքն ուղարկում անտեր մերել դառնալ Ուկրաինա։ Այս ամբողջ վիճակը, այս իսկ Արցախի ղեկավարություն իբր թե գնաց բանակցության, ով է տեսել զենքը ձեռը 20 տարեկանները կռվելով եկան, գնացին իբր գերի են հանձնվել, որին չեմ հավատում, նրանք գերի չեն, նրանք գտնվում են Ռուսաստանում, պետք ալնում, բերում ցույց են տալիս, էլ եմ ասում, բանն էլ է Ռուսաստան Դերբենդը, բերում ցույց են տալիս եւ վերջապես իբր 20 տարի են տվել, էս են տվել, ես 100% համոզված եմ, որ նրանք Ռուսաստանն են ապրում որպես հավատարիմ շներ, որտեղ միակ աշխարհի պատմության մեջ եղել է ու անցածի նորի մեջ միակ դեպքն է որ բանը խաղաղապահը հանձնում է իր պահպանած ժողովրդին։ Այդտենց պատմություն չկա որ խաղաղապահը հանձնի իր պահպանած ժողովրդին։ Ինքը պահել է, ինքը սպանելով հանձնեց։ Հայերը գնացել էին որ օթանավակայանը պայթեցնեին, հայերին բրթեցին օթանավակայանը որ չպայթի, որտեղ Ադրբեջանի քոչվորներին դա պետք է։ Հայերին բերեցին բենզակալոնքի մոտ, պայթեցրին, ոչ մեկ չի խոսում մի մանկապարտեզ երեխա գողացած ուսուցչու հետ, որ օրգանները ծախել են Իսրայելի բազարում, սրա մասին չեն խոսում, ոչ մի գեներալ, ոչ մեկ պատժված չի, ոչ մեկ, ոչ մի նախարար, շտաբի պետ, օնիկ, բերել են այն ադրբեջանցի բանը Արցախի KGB-ի ղեկավար Կամո Աղաջանյանի աղբերը, հարազատ աղբերը Ադրբեջանի գեներալ Մայիս Բարխուդարովնա, դա նորություն չի։ Մայիս Բարխուդարովի հետ Հադրութի անտառների կդրեցին, Կամո Աղաջանյանը մինչև Արցախի հանձնելը բերին Երևան միլիարդների մեջ, հիմա ապրում է Նիկոլին չիպ։ Ոչ մեկ դատված չի, ինչ գործ ունի Արցախի ղեկավարությունը Երևանում, որ Արցախի մասին չի խոսում, ամբողջ այս Yandex տաքսիները պատկանում է իրանց էլեկտրոավտոները լցրել են, բիզնես են անում։ Մնացածն է Բաքվի հետ պայմանավորված Ռուսաստան են բիզնես անում։ Ահա եւ իրականություն։ Սրան էլ գումարած գեներալ պատրված չի։ Որ Արցախում ռոմինգով էին բանանում, էլի, այսինքն ռոմինգով, այո, տենց ավելի հեշտ է վերահսկվում։ Բացի նրանից, որ դու ժողովրդին թալանում ես,
Դրանով ավելի հեշտ է վերահսկում, հասկանում ես, դվայնոյի կապ է գնում, տոճնի տեղը դու ցույց ես տալիս։ Մի հատ քո կապն է գնում, մի հատ է ռոմինգի միջազգային կապն է գնում, որ մարդու տեղը միլիմետրով իմանաս։ Հենց էդի պրծավ ռոմինգը հանեն։ Բա Քոչարյան, այդքան լավն էր Արցախում ինչ էր ռոմինգ։ Բա որ դու հայազգի հետ կապ ունես ընդհանրապես, թուրք չես։ Ինչ ես դու Արցախը հանձնիր ու ձեն չեք անում։ Արցախի մասին խոսում եք անցյալ կատարյալով։ Ես 100% բանը խցանիկը տել Գոդնիսանով նա Սեթոյի սանիկը։ Ես այդ մասին ասել եմ։ Սեթոյի սանիկը ադրբեջանցի լեռնային ջղուտ, որ Ադրբեջանի հարցներ պաշտպանում են, որ չէր թողում հայերի ապրանքները վաճառվեին բանում Ծիրանը, էդի Գոդնիսանովն է։ Բա լավ, այսքան ախպերություն եք անում։ Սերժիկ Սարգսյանը եղել է Բաքվի կագեբի աշխատող Նարիմանով ծածկաման, որը պատասխանա տվե Արցախում հայկական հարցեր չբարձրացվի եւ դոսիե տա։ Սերժիկ Սարգսյանի հատուկ ծառայության աշխատողը եղել է Ժիրոն, որը Արցախի առաջի պատերազմի ժամանակ սպեցնազին տարել է Թալիշի մոտ ջարդել է տվել։ Սխալ ճանապարհով են տարել։ Բանը գյուղապետի հետ մեկտեղ։ Այնքան ինֆորմացիա ունեմ, որ սենց սաղի վրա տոննով դոսիե ու ոչ մեկին չպիտի գնդակահարելով դու իրան սարքում ես սուրբ նահատակ։ Իրենք պիտի ապրեն, ցեմա աշխատեն հանքերում ու լինի օր, ասել եմ, սենց ռեշոտկեք լինի, ժողովուրդը գա կանգնի վրան, գոռան Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Լևոն Սերժ, ես իմ գեներալ ընդեղ ջալալ, մալալ, ով ուզում ա լինի, Վիտո, մոտեցեք, մոտենան, վերևից թեքեն ինչ ասեն, գնան աշխատելու։ Նորից կան, նորից այտենց ու ցմա։ Սա բերեն երեխեքին է ցույց տան, թե ինչ անշանքում դավաճանից։ Պարոն Թադևոսյան, իմ հիմնական հարցերը ավարտվեցին, բայց կա մի հարց, որը որ այսպես կոչված հետևորդների կողմից խնդրանք է, որ բարձրաձայնվի, դա խոսքը Եղվարդի ջրամբարի մասին է։ Դուք ինչ տեղեկություն ունեք եւ ինչ կարող եք ասել Եղվարդի ջրամբարը, ինչու է այս վիճակում մնացել։ Դե ես մի բան կարամ ասեմ, կոնկրետ ոչ միայն Եղվարդի, շատ ջրամբարներ կան, որ բացի թողի վիճակում են։ Ջրամբար, տես, այսօր Ադրբեջանը տպել է ինչքան ջուր ունի, խաբեացել է 12-3 միլիարդ խորանարդմետր եւ այլն։ Ադրբեջանի պատերազմը եւ նվեր տալը նավթի դիմաց ջուր է։ Ադրբեջանը ջուր չունի։ Ամբողջ ջուրը, ես որ ասում եմ, լցել են մարդիկ, որ ուղեղ չունեն, այսինքն ցավալի է էլի, որ անգրադի այդ մարդը նայում է ու չգիտի ինչ անշանքում նավթի արդյունաբերությունը եւ ոնց կարելի է նավթ անել։ Երբ որ Բաքվի նավթի հանք ամենահեներից մեկն է 200 տարվա։ Այնտեղ նավթը նորմալ ձևով չի ելնում ու 90% ընկել է։ Ոնց են հանում նավթը։ Նախ նավթ ասեմ, որ մարդիկ պատասխան, ինքը սպունգանման զանգված է։ Երբ որ մտցնում են երկաթ հետ, որ խփում է տակը, ինքը թեթև ոնց որ երկրաշարժի պես բանանի։ Դες մեծ բալերի չէ, շատ չնչին։ Ինքը որ անում է սպունգի միջից ներծծված հեղուկը դուրս է գալիս։ Եվ էդիկ հաշում են վերև։ Բայց քան որ Ադրբեջանում շատ խորն է ու չի ելում եւ աղուցվա է, ջուրը լցնում են, նավթը թեթև է, տեսել եք։ Ջուրը լցնում են համքի մեջ, նավթը բարձրանում է վերև, նավթը վրայից քաշում։ Ամբողջ քուր գետը Ադրբեջանի տարածքում ցամաքեցրել է։ Քուրը որ իջնի 12 մետր, պատկերացնես ինչքան է ցամաք է։ Եվ վերջապես Արցախը եթե չվերցնեն, Ադրբեջանը ջրի հսկայական կորուստ է ունենալու։ Հիմա էլ ունի։ Քանի որ Ադրբեջանի իբր թե հարուստ պետություն է կոչվոր ստանը, բնակչության 35%-ը գազ չունի, ինքը աշխարհին գազ է ծախում, ժողովուրդը գազ չունի։ Այսինքն ընդեղ վիճակը այդ ձև չի եւ լեռնային ջրերի օգտագործումը նրանց մոտ բացի թողի վիճակում է, իրանք փնթի, ես ներկայացրել եմ վիդեոներով, ոնց են նրանք իրենց ապրանքը պահում, խոզի պես ինչը փչանում է լսում են փողոցի վրա եւ այլն։ Ուրեմն միայն Աբշերոն թերակղզում, այսինքն Բաքվի հետ մոտ թերակղզին Աբշերոնն է, 15 լիճ վերածվել է զուգարանի, ճահիճի չէ, զուգարանի, աղ, առնետ, զիբիլ, ինչ ասես կա, այսինքն լուրջ ջրի խնդիր ունեն, հասկանում ես, բայց այստեղ Հայաստանը որ ջրառատ է, սրանք փորձում են միտումնավոր կերպով հայ ջրի քանակը քչացնել, սա միտումնավոր գործողություն է։ Հիշեցնեմ ձեզ, որ 15 թե 14 թվականին ժողովուրդը թող չզարմանա, Սերժ Սարգսյանը Սևանա լեճի ջուրը վաճառում է եվրոպական հարուստներին, որոնք ասենք ջրի պակասության ժամանակ պիտի խմելու ջուր դառնա Արևելյան Աֆրիկային, այսինքն մոտավորապես 200-300 միլիոն մարդ Եգիպտոսից մինչև
Սուդանի ներքևը մինչև Քենիա, հասկանում եք դուք։ Այսինքն մեր ջուրն է, ջուրը չի։ Հերիքի վիոլա ջուր ես իմիջ ծախել են, սա էլ է ծախված։ Հիմա տեսեք, որ ժողովրդին աշխարհում այսօր ջուրը թանկանում ավելի քան նավթը, բնականաբար չգիտեմ, Արգենտինայում էլ ոնց որ ջուրը ավելի թանկ է խանութներում, քան հյութը, չէ՞։ Գերմանիայում այդպես է, ջուրը հյութը ավելի էժան է, քան ջուրը։ Ջուրը արժի 7 եվրո ռեստորան, հյութը արժի 1 գավաթը արժի 3-ից 4 եվրո։ Այսինքն ջուրը թանկ է։ Հիմա նույն վիճակն էլ լինելու է։ Քանի որ ջուրը արդեն թանկում է, սրանք փորձում են հայ ժողովրդին թունավորել, կտրել ջրից եւ այնպես անել, որ հողից գնա։ Սա այն ծրագիրն է, որը գալիս է Կրեմլից, ջուդ բոլշևիկյան ծրագիրը, որը գալիս է Կրեմլից։ Սրանք փորձում են ամեն ինչ ան, որ հայ ժողովուրդը չապրի իր հողի վրա, բայց հիշեցնեմ, որ սրանք շատ շփոթված են, որովհետեւ Ռուսաստանի պես պետությունը, որ ունի ահռելի թե ջուր, թե ոսկի, թե նավթ, թե գազ, ինքը ավելի շուտ է դատարկում, քան Հայաստանը։ Այս բանը, գիտես ոնց է, սատանեն ինչ անում է, իրան անում։ Ինքը ավելի շուտ է դատարկվում։ Իրական տվյալներով 70 միլիոն մարդ հազիվ ապրի։ Պարոն Թադևոսյան, լսում Վերջ, ինչ էլ անեմ, մեկը չի ստացվելու։ Հայ ազգին չի կարողանում փոխել։ Հարգելի պարոն Թադևոսյան, ձեր վերջնական եզրափակիչ խոսքը։ Գնդակահարում եք վերջին խոսքը։ Չէ, դուք եք փակում եթերը։ Շնորհակալություն։ Ես միշտ ասելու եմ իմ խոսքը, մի բան ասեմ։ Հիմա մենք աշխատում ենք աշխարհի 50 միլիոն հայերին հայտնաբերելու եւ հայեցի դաստիարակելու մեջ, քանի որ մենք ունենք 50 միլիոն հայ, շատ հետաքրքիր է, որ մեր Թուրքիայի հայերն են փորձում մեր հետ համագործակցեն։ Եթե ես Արևմտյան Հայաստանի ասացի հետ համագործակցում եմ, բայց առանց կուսակցական, այնտեղ էլ կուսակցություն չկա։ Մեր Արևմտյան Հայաստանի հայերը, ովքեր դարերով ապրում են ու շատ ծանր են ապրել քան մենք, բնականաբար, անընդհատ թուրքական այդ յաթաղանի տակ լինելով, տարբեր ձևով ազգն են փոխել, թաքուն անուններով, մեր կարևորագույն գործը հայերի ետ վերադարձն է, որ իսկական հայը հայրն է։ Եվ բացի դրանից դավաճան հայերի հայտնաբերումը, որը նույնպես զուգահեռ անում են, քանի որ մեր դավաճան հայը ամենավտանգավորն է, ավելի վտանգավոր է, քան թուրքը։ Դե մենք թուրքին տեսնում ենք, պատրաստված ենք, որ կամ խփելու ենք, կամ ինքնամեզ խփելու, չէ՞։ Մենք աշխատում ենք, մենք խփենք։ Իսկ դավաճան հայը, որը մեջից է, սա ամենավտանգավորն է։ Ինքը կանգնում է քո կողքը, հարմար բային ինքն է խփում քեզից։ Դրա համար երկու ճակատով մեր հայերը 50 միլիոն, եթե մենք կարողանանք ստանալ 120,000 միանման մտածող հայ, հավատա ոչ թե Հայաստանը ազատագրվի, այլ ամբողջ Հայաստանը 120,000 դա լուրջ թիվ է։ Այսօրվա դրությամբ 120,000 միանման մտածող մարդ լուրջ թիվ է ցանկացած պետության համար, այդ թվում նաև Ամերիկայի։ Եթե նայենք զորքերի քանակը Ամերիկայի, այսօր 40,000, այսինքն 120,000 զինվոր չի ցանկանում գա Իրանի դեմ պատերազմ։ Հասկանալի է։ Մենք ստեղծենք 120,000 միասին մտածող հայ, ամեն հարց կփոխվի։ Մենք բնիկ ենք, ՄԱԿ-ի ընդունված օրենքով բնիկ ենք, եւ բնիկների իրավունքով մենք ապրելու ենք մեր 613,000 քառակուսի կիլոմետրի վրա։ Մենք ոչ մեկս չենք ասում Բուենոս Այրեսը մերն է, ոչ մեկս չենք ասում Սան Պաուլոն մերն է, Սանտիագոն մերն է, Վաշինգտոնը մերն է։ Մենք մեր հողին ենք ուզում։ Ոչ էլ ասում ենք Փխենյանն է մերը, ոչ էլ ասում ենք Պեկինն է։ Մենք մեր ապրելու տեղն ենք ուզում, ոչ մեկից ոչ հող ենք ուզում, ոչ տուն ենք ուզում, ոչ փող ենք ուզում։ Մենք ուզում ենք մեր տեղը ապրել։ Դա մեր գլխավոր պատճառն է։ Դրա համար Աստված թող միշտ հայ ազգի հետ լինի։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որտեղ նրանք դու չես պատկերացնի։ Ինչերի են ընդունակ օրական լուրա գալիս, ավելի շատ մազերս բիզբիզականում ներքին հայերի արասներից հայ ազգի դեմ, քան թե թշնամու։ Թշնամի մենք գիտենք թշնամի, ինքը ամեն ինչ կան։ Աստված թող միշտ պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արտբինում, Բաբերդում, Կիլիկիայում, Անգորայում, Սղերթում, Զմյուռնիայում եւ Պոլսում։ Ամեն։ Ամեն։ Մեր հյուրն էր Գագիկ Թադևոսյանը։ Ստեսյուն։ Շնորհակալություն։ Հաջողություն։